Հարգելի հայրենակիցներ, Նիկոլ Անհողը այսօր եւս մեկ անգամ հրավիրել է 3 նախկին նախագահներին բանավեճի եւ հայտարարել է, որ եթե նրանք հրաժարվեն իր հետ բանավիճելուց, ապա այդ փաստը ինքը կընդունի որպես բանավեճից փախուստ։ Նշեմ, որ Թուրքին հաղթած 3 նախկին նախագահներն էլ շատ ճիշտ են անում, որ չեն բանավիճում Թուրքի կողմից ստորացված, նսեմացված Թուրքի կոշիկ լիզող Նիկոլ Անհողի հետ, որովհետև դա ուրեմն կլինի իրենց ստորացումը։ Երկրորդը չի բացառվում այս փաստի վերաբերյալ, որ Նիկոլ Անհողին պարտադրել է նախկին 3 նախագահներին բանավեճի կանչել հենց Իլհամ Ալիևը, դրանով փորձելով ստորացնել նախկին 3 նախագահներին իր կողմից ստորացված եւ նսեմացված Նիկոլ Անհողի միջոցով։ Այնպես որ այս բանավեճի պահը դնում ենք մի կողմ։ Ուրեմն նշեմ, որ այսօր Նիկոլի այս ջղացիկ հրավերը ենթադրաբար ունի մի քանի պատճառ։ Նախ Ռոբերտ Քոչարյանի մամլո ասուլիսում հնչած մտքերից հասարակության ուշադրության շեղումը եւ երկրորդը Բաքվից Ադրբեջանի բռնապետի կողմից արտահայտած հերթական միտքը, ըստ ում Վաշինգտոնի գագաթաժողովի մեկ այլ կարևոր արդյունք էր Զանգեզուրի միջանցքի բացումը։ Սա հայտարարել է այսօր Ադրբեջանի բռնապետը այն պարագայում, երբ որ Նիկոլ Անհողը Ստրասբուրգում հիստերիայի մեջ ընկած հարձակվում էր եվրոպացի падգամավորներից մեկի վրայով, բարձրաձայնում էր Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ ուրեմն հարց եւ Նիկոլը հաթաթաներ տալով կշտամբում էր այդ падգամավորին, թե այդպիսի բան չկա, դուք ձեր հարցով վիրավորում եք Հայաստանի Հանրապետությանը, փաստաթղթերում այդպիսի եզրույթ չկա, իսկ Երևան գալուց հետո էլ հայտարարեց ազգային ժողովի ամբիոնից, որ իր ընկալմամբ Ալիևը, որ ասում է Զանգեզուրի միջանցք, նկատի ունի Հորադիս Զանգելան ճանապարհը։ Եվ այսօր Ադրբեջանի բռնապետը ուղղակի իր հայտարարությամբ թքեց Նիկոլ Անհողի երեսին, եւս մեկ անգամ ապացուցելով, որ Զանգեզուրի միջանցք ասելով ինքը շատ կոնկրետ նկատի ունի Հայաստանի տարածքով անցնող ճանապարհները, կոնկրետ Մեղրիի տարածաշրջանով անցնող ճանապարհների մասին է խոսքը, որովհետև նախ Վաշինգտոնում չի քննարկվել Զանգելան Հորադիս ճանապարհի բացման հարց, այդպիսի հարց չի քննարկվել, եւ երկրորդը եւ ամենակարևորը այս ճանապարհը ամբողջությամբ գտնվում է ադրբեջանցիների վերահսկողության տակ եւ ադրբեջանցիները դրա բացման հետ որևէ խնդիր չունեն։ Ինչ վերաբերվում է Նիկոլի հետ բանավեճ մտնելու մասին այդ թեզին, ապա նշեմ, որ Նիկոլ Անհողը փորձում է իր սեփական հանցագործությունները, որ ինքը գործել է Հայաստանի Հանրապետության դեմ, բարդի նախկին 3 նախագահների վրա։ Նախ նշեմ, որ բոլոր երկրներում նոր իշխանության եկած անձինք ոչինչ չեն ժառանգում իրենք նախկիններից, եթե նախկինները որևէ փաստաթուղթ չեն ստորագրել իրենց կողմից ուրեմն բանակցություններ վարելու ընթացքում։ Այսինքն, հարգելի հայրենակիցներ, Նիկոլ Անհողի բոլոր զառանցանքները, թե իբր թե ինքը վատ ժառանգություն է ստացել, կամ նախկինում ինչ որ նախկին նախագահների ինչ որ բանակցել են Արցախի վերաբերյալ, ինքն էլ չի կարողացել դա ուղղել, որտեղ ժառանգություն է ստացել, տարական սուտ է, որովհետև նախկին նախագահները ոչ Ռոբերտ Քոչարյանը, ոչ էլ Սերժ Սարգսյանը որևէ փաստաթուղթ չեն ստորագրել ադրբեջանցիների հետ։ Իսկ Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարման ժամանակ ստորագրված միակ փաստաթուղթը Բաքվի հետ եղել է 1994 թվականի ուրեմն մայիսի 12-ի փաստաթուղթը, որը ստորագրվել է Բիշկեկում 3 կողմերի միջև Ադրբեջանի, Հայաստանի եւ Արցախի զինադադար հաստատելու մասին։ Մյուս բոլոր հայտարարությունները Քայլիստ դավաճանավողմակի, թե նրանք բանակցել են Քիվեստում, բանակցել են Կազանում եւ այլ, այդ բանակցությունները, որոնք արտացոլված են ինչ որ թղթերի վրա, նույնիսկ զուգարանի թղթի արժեք չունեն։ Դրանք ընդամենը թղթի կտորներ են եւ որևէ ձևաչափով չեն կաշկանդել Նիկոլ Անհողին բանակցություններ վարելու վերաբերյալ։ Բացի այդ, նաեւ նշեմ, որ
2019 թվականի ապրիլի 8-ին ազգային ժողովում հարցազրույց տալով լրագրողներին Նիկոլ Անհողը հայտարարում էր, որ ինքը ոչինչ չի ստացել ժառանգություն բանակցությունների վերաբերյալ Սերժ Սարգսյանից եւ ինքը բանակցում է իր սեփական կետից։ Իսկ ընդամենը 1.5 ամիս անց ազգային ժողովում պատասխանելով падգամավոր Տիգրան Ուրիխանյանի հարցին, թե ինչ եք բանակցում ադրբեջանցիների հետ, լկտիաբար պատասխանեց. ինչ ուզենանք, այն էլ կբանակցենք։ Եվ այս հայտարարություններից հետո կապիտուլյանտ Նիկոլը փորձում է ժողովրդին, ով հիմնականում տառապում է անգրագիտության պատմական փաստերի վերաբերյալ, ինչպես նաև պատմական ամնեզիայով, փորձում է համոզել, որ ինքը իբր թե ինչ-որ ժառանգություն է ստացել։ Բացի այդ, հարգելի հայրենակիցներ, շատ լավ կլինի, որ կապիտուլյանտ Նիկոլը ընդամենը կատարի Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին առաջարկը հրապարակել բանակցային գործընթացի վերաբերյալ բոլոր փաստաթղթերը full տարբերակով եւ հատկապես բացահայտել, թե 2019 թվականի հուլիսին ինչ են առաջարկել Մինսկի խմբի համանախագահ երկրները իրեն եւ ինքը մերժել է։ Իդեպ եւս հետաքրքիր փաստ մեր հայրենակիցների համար։ 1992 թվականից մինչև 2019 թվականի հուլիս ամիսը բանակցությունների ընթացքում Մինսկի խմբի կողմից Հայաստանի եւ Ադրբեջանին առաջարկած բոլոր կրկնում եմ ծրագրերը միջնորդության մերժվել են պաշտոնական Բաքվի կողմից։ Միայն մեկն է մերժվել Նիկոլ Անհողի կողմից։ Նախկին նախագահները երբեք ոչ մի առաջարկ չեն մերժել, որը նշանակում է, որ կամ մեր նախագահներին Նիկոլը փորձում է ներկայացնել որպես անմեղ սունակներ, որ ուրեմն համաձայնել են ծրագրին, բայց Ադրբեջանն է մերժել, կամ սա մեկ ապացույց է այն բանի, որ այդ առաջարկները եղել են հակաադրբեջանական եւ հենց դա է պատճառը, որ Ադրբեջանը դա մերժել է, կամ Նիկոլը երրորդ տարբերակը փորձում է ադրբեջանցիներին ներկայացնել տգետ եւ հիմար Ալիև հայր ու որդիներին, որոնք եւ ամբողջ այս գործընթացին խառնված են եղել եւ մերժել են Մինսկի խմբի կողմից առաջարկած բոլոր ծրագրերը։ Փաստորեն Նիկոլը իշխանության գալուց հետո պարզել է, որ այդ առաջարկները բոլորը եղել են պրոադրբեջանական, բայց Բաքվում տգետ են էլի։ KGB-շնիկ Հեյդարը, Մոսկվայի արտաքին հարաբերությունների ինստիտուտի Կիևի մասնաճյուղը ավարտած Իլհամը տգետ են թերուս եւ մանիպուլյանտ էժանագին ստախոս Նիկոլի առաջ։ Եվ Նիկոլը հիմա նոր է ուզում բացահայտել, որ նախկինում բոլոր առաջարկները պրոադրբեջանական են եղել եւ Ադրբեջանի բռնապետերը այնքան դեբիլ են եղել, որ դրանք ուրեմն մերժել են։ Իսկ մեր հայրենակիցներին ընդհանրապես նշեմ, որ մենք կոնկրետ ունենք մեր ձեռքի տակ ամբողջական Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջարկված մադրիդյան սկզբունքները, որոնք մեծ մասամբ պրոհայկական են եւ ամեն ինչ արվելու էր այդ բանակցությունների գործընթացի ուրեմն վերջնարդյունքում, որ հայերը ունենային իրենց անկախ երկրորդ երկիրը, Արցախի հանրապետությունը, որը դիտավորյալ կործանեց Նիկոլ Անհողը իր հանրաճանաչ եւ ասում եմ դա դիտավորյալ էին քարել 2019 թվականի օգոստոսի 5-ին Ստեփանակերտի վերածննդի հրապարակում Արցախը Հայաստանը եւ վերջ, որով կապիտուլյանտ Նիկոլը քանդեց ամբողջությամբ բանակցային գործընթացը եւ լեգիտիմացրեց Ադրբեջանի ապագա ագրեսիան ուրեմն Հայաստանի եւ Արցախի դեմ։ Իսկ վերջում ընդամենը կառաջարկեմ կապիտուլյանտ Նիկոլին։ Նիկոլ Անհող, այդքան տղա ես, պատասխանի Ադրբեջանի բռնապետի այսօրվա Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ արած հայտարարությանը, այլ ոչ թե 3 նախկին նախագահներին հրավիրի բանավեճի 3 նախագահները քո նման կապիտուլյանտի հետ, որ թուրքի կոշիկ է լիզում, չունեն որևէ բան բանավիճելու, որովհետև իրանք այդ կոնկրետ թուրքերին, հայր ու որդի Ալիևներին հաղթանակած նախագահներ են։